Կոպենհագենում ընթանում է Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Վրաստանի վարչապետը։ 7-րդ համաժողովի շրջանակներում տարբեր երկրների, այդ թվում եվրոպական պետությունների ղեկավարներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ քննարկում են եվրոպական մայրցամաքում անվտանգության եւ կայունության ամրապնդման հարցերը քաղաքական երկխոսության եւ համագործակցության խթանման միջոցով։ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի պանելային քննարկմանը, նախատեսվում է նրա ելույթը։ Հաշվի առնելով, որ այս տարվա գագաթնաժողովի գլխավոր թեման տնտեսական հարցերն են, վարչապետը կկենտրոնանա նաև Վրաստանի հիմնական դերի վրա կապի եւ միջանցքի զարգացման համատեքստում։ Իսկ երեկ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Դանիայի թագավորի ութագուհու կողմից կազմակերպված ընդունելությանը։ Գագաթնաժողովի մասնակիցների թվում են 47 պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարներ։ Վրաստանի վարչապետը Կոպենհագենում մասնակցում է գագաթնաժողովին։ Իրակլի Կոբախիձեի խոսքով Կոպենհագենի գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդների հետ բոլոր քննարկումները կենտրոնացած են ազգային շահերի երկրի եվրոպական ինտեգրման վրա։ Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը այս մասին գրառել է սոցիալական ցանցում։ Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն։ Մենք նրան հստակ ուղերձ ենք հղել, որ Թբիլիսիում Գերմանիայի դեսպանի հասցեին վրացական իշխանությունների կողմից հնչեցված անհիմն մեղադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը անընդունելի է եւ պետք է դադարեցվեն, ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Այսօր Վրաստանի առաջին ալիքի եթերում կանցկացվի բանավեճ 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող գրանցված ընտրական սուբյեկտների Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների միջև։ Բանավեճին կմասնակցի Թբիլիսիից 9 թեկնածու։ Նրանք են Լեզու հայրենիք հավատ կուսակցության Թեմուր Բոկելավաձեն, Պահպանողականներ հանուն Վրաստանի կուսակցության Զուրաբ Մախարաձեն, Ազատ Վրաստան կուսակցության թեկնածուն Կախա Կուկավան, Հայրենասերների դաշինք Օթար Չիտաննավան, Լելո Հզոր Վրաստան եւ Գախարի հանուն Վրաստանի կուսակցության միասնական թեկնածուն Իրակլի Կուպրաձեն, Վրաստան կուսակցության Գյորգի Լիլուաշվիլին, Կանաչների կուսակցություն Գյորգի Գաչեչիլաձեն, Գիրչի կուսակցություն Յակոխվիչիա եւ Վրացական երազանքի կուսակցություն Կախա Կալաձեն։ Բանավեճը կմեկնարկի ժամը 22:00-ին։ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մնացել է 2 օր, ինչ ծրագրով է ընդդիմության մի մասը պատրաստվում գործել հոկտեմբերի 4-ին։ Կառավարության որոշ ընդդիմախոսներ խոսում են խաղաղ տապալման ծրագրի մասին, իսկ ընդդիմության մյուս մասը մտադիր է ընտրությունների միջոցով հաղթել վրացական երազանքին եւ հեռու է մնում արմատական ծրագրերից։ Գիրչին կասկածանքով է վերաբերվում նախատեսված բողոքի ցույցին։ Զուգընթաց հայտարարված հանրահավաքից առաջ բռնի կոչերի համար ձերբակալվել է ազգային շարժման անդամը Զվիատ Կուպրավան, որը նաև տեսաուղերձ է տարածել սոցիալական ցանցում, որում կոչ է անում հանրահավաքի մասնակիցներին խափանել ընտրությունները։ Այսօր Եվրոպական խորհուրդը կքննարկի Վրաստանի հարցը եւ կքվեարկի Վրաստանի վերաբերյալ հերթական քննադատական բանաձևի նախագծի շուրջ։ Փաստաթուղթն արդեն արժանացել է քաղաքական գնահատականների։ Մի շարք դիմախոսների համար Վրաստանի վերաբերյալ արտահայտված կոշտ գնահատականները անսպասելի չէին, սակայն իշխող թիմի համար բանաձևի տեքստն անարդյունավետ ու անիրատեսական է։ Փաստաթղթում Վրաստանի կառավարության հասցեին հնչեցված մեղադրանքներն են անտեսելով միջազգային հանրության հանձնարարականները եւ արագ նահանջը։ Դատապարտվում է Վրաստանի կառավարությանը մեկուսացնելուց ուղղված քաղաքականությունը, միջազգային հանրության անդամների նկատմամբ անհիմն հարձակումներն ու մեղադրանքները։ Տեքստում նաեւ դատապարտվում է Մզիա Ամաղլոբելիի եւ մի քանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդների կալանավորումը, որոնք ըստ վեհաժողովի կալանավորվում են քաղաքական դրդապատճառներով։ Ենթակառուցվածքների նախարարը կրկին հանդիպում անցկացրեց շինարարական ընկերությունների, ենթակառուցվածքների շինարարների ասոցիացիայի եւ Վրաստանի բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
Ռևազ Սոխխաձեն հանդիպման մասնակիցներին ներկայացրեց այսպես կոչված սպիտակ ցուցակի վերաբերյալ կայացված որոշումը։ Ազատ Վրաստան կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն Կախակուկավան Թուրքիայից ներմուծված դեղորայքը հանձնեց կենսաթոշակառուին։ Կուկավան խոսում է կառավարության կողմից դեղորայքի ներմուծման միջոցով կոռուպցիոն գործարքի մասին։ Նրա խոսքով Վրաստանում 49 լարիով վաճառվող դեղորայքի արժեքը Թուրքիայում 8 լարի է։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակի դեպքում Կուկավան խոստանում է, որ Թուրքիայից դեղորայք կներմուծվի ամբողջ մայրաքաղաքի համար անհրաժեշտ քանակությամբ, ինչը կնվազեցնի դրա արժեքը։ Ավարտվել է տեղական ընտրական վարչակազմի ընտրական մեդիա դպրոց նոր կրթական նախագիծը։ Փորձնական նախագծի հիմնական նպատակներից մեկը ընտրական միջավայրի բարելավումն էր և ժուրնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների իրազեկության բարձրացումը ընտրական հարցերի վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մամուլի խոսնակը մասնակիցներին հանձնեցին վկայականներ կրթական նախագծի հաջող ավարտի համար։ 2 շաբաթվա ընթացքում ընտրական մեդիա դպրոցի ուսանողները ծանոթացան այսպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են ընտրական համակարգերը և ընտրական վարչության մոդելները, էլեկտրոնային ընտրությունները, քվեարկության ընթացակարգերը, ներառական ընտրական միջավայրը, միջազգային պրակտիկան, լրատվամիջոցների իրավունքներն ու պարտականությունները ընտրական գործընթացը լուսաբանելիս։ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այսօրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների և 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի և 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների, կատարիր ընտրություն, քո ձայնը կարևոր է, ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։